Ինչու է Աստված թույլ տալիս երեխաների մահը։ Եթե Աստված բարի է, ապա ինչու են երեխաները մահանում։ Սա հավանաբար ամենածանր հարցն է, որ կարելի է ուղղել քրիստոնեությանը։ Երեխայի մահը պարզապես փիլիսոփայական քննարկման հարց չէ։ Դա կոտրված ծնողների, չիրականացրած երազանքների և անասելի ցավի պատմություն է։ Եվ ոչ մի տրամաբանական պատասխան չի կարող վերացնել այդ ցավը։ Բայց քրիստոնեությունը մեզ հայտնում է մի տեղեկություն, որն ամբողջությամբ փոխում է այս հարցի շրջանակը։ Մահը վերջը չէ։ Եթե Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ապա հավիտենական կյանքը իրական է։ Այդ դեպքում այս կյանքը ամբողջ պատմությունը չէ։ Քրիստոնեական ուսմունքը հստակ ասում է, որ մահից հետո անմեղ երեխաների հոգիները անմիջապես ընդունվում են Աստծո հավիտենական ներկայության մեջ։ Այսինքն, մենք ժամանակավորապես բաժանվում ենք նրանցից, բայց նրանք արժանանում են հավիտենական կյանքի Աստծո ներկայության մեջ։ Բայց եթե Աստված կարող էր կանխել այդ մահը, ինչու չկանխեց։ Որովհետև Աստված ստեղծել է իրական աշխարհ, որտեղ կան հաստատուն բնական օրենքներ, ազատ կամք, իրական ընտրություններ և իրական հետևանքներ։ Եթե Աստված յուրաքանչյուր ցավոտ հետևանք վերացներ հենց այն պահին, երբ այն պիտի տեղի ունենար, մենք այլևս չենք ապրի իրական աշխարհում, և մեր ազատությունն ու պատասխանատվությունը կկորցնեն իրենց իրական իմաստը։ Բայց սա դեռ ամբողջ պատասխանը չէ։ Եթե Աստված ուզում է իրական աշխարհ, որտեղ հնարավոր են ամենամեծ բարիքները, ապա նա երբեմն պետք է թույլ տա նաև այն ցավերը, որոնց միջոցով այդ բարիքները հնարավոր են դառնում։ Որովհետև որոշ մեծ բարիքներ հնարավոր են միայն իրադարձությունների բնական ընթացքի միջոցով։ Մարդիկ փոխվում են, վերագնահատում են կյանքը, վերադառնում են Աստծուն և տեղի են ունենում ավելի մեծ բարիքի նպաստող իրադարձություններ, որոնք առանց այդ ցավի երբեք չէին լինի։ Աստված չարիքը չի ցանկանում, բայց կարող է նույնիսկ չարիքը ծառայեցնել ավելի մեծ բարիքի և լավագույն վերջնարդյունքի համար։ Մենք տեսնում ենք միայն այսօրվա ցավը, իսկ Աստված տեսնում է ամբողջ պատմությունը։ Մենք չենք պնդում, որ գիտենք, թե ինչու Աստված թույլ տվեց յուրաքանչյուր կոնկրետ ողբերգություն, բայց եթե Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ապա կարող ենք վստահ լինել, որ նույնիսկ այն ցավը, որի իմաստն այսօր չենք հասկանում, Աստծո ձեռքերում երբեք անիմաստ չի լինի։ Եթե մահն ամեն ինչի վերջն է, ապա այս հարցն իսկապես պատասխան չունի։ Բայց եթե Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ապա մահը վերջնարդյունքը չէ։ Վերջնարդյունքը հավիտենական կյանքն է, որտեղ այլևս չի լինի ոչ մահ, ոչ ցավ և ոչ էլ արցունք։